Ոքի կներեք, ես որ կոնդով ման էի գալիս, ում էի հասկանալ ոնց կարելի է դա պահպանել, ամեն դեպքում դրանք շատերը ոչ թե հին շինություն են, կցակառույցներով ինչ որ հյուղակներ են, այսպես ասած։ Դա ոնց պետք է պահել։ Նախ պետք է հասկանալ ինչու է տենց տեղ է։ Կոնդը 70-ից 80, արդեն 100 տարի մոտավորապես մարդկանց ասել են, որ դուք պլանի տակ թաղամասում եք, ձեզ քանդելու են, տանելու են, չգիտեմ, չէ, մուշկայում կամ մասիվում ձեզ տուն ենք տալու։ Մարդիկ ոչ մի ներդրում չեն արել այդ այսպես ասած տների զարգացման համար կամ տների մոտ ընտանիքը մեծացել է, ասեն լավ պետությունը մինչև մեզ տուն տա, եկեք մի հատ սենյակ ավելացնենք պեմզաբլոկով։ Հենց որ դու այդ հյուղակների պեմզաբլոկը թիթերը քանդում ես, տակից դուրս են գալի բոլոր արժեքավոր շենքեր։ Հենց որ դուք այդ մտնեք բոլոր այդ տների ոչ բոլոր մեծ մաս ունեն թաղակապ ստորգետնյա շենք բաներ, նկուղներ, որ ֆանտաստիկ մի հատ հետաքրքրություն են բերում տալիս, էլ չեմ ասում կոնդի նույնիսկ այդ հյուղակային մասը որոշակի հետաքրքրություն է տալի։ Օրինակ հիմա Բրազիլիայի, այսպես ասեն, ոչ ֆորմալ թաղամասը եւ այլ տուրիստական շատ հետաքրքիր տեղեր են դարձել։ Բայց վտանգավոր են ամեն դեպքում Բրազիլիայում ընթացքում փոխվում են, բայց ես լինել 2005-6 թվականների կոնդի պահպանության ջատագովներից մեկն ժամանակ մեր վրա ծիծաղում էին, ասում են Իրանում ծնվել, դե համոզում եմ պարսկական ժառանգություն պահի Երևանում։ Ես ինքս այս հարցի պատասխանը չունեմ կոնդում ինչա պետք անել, բայց ես միանշան գիտեմ կոնդում ինչ չի կարելի անել եւ այն ինչ որ իրականացում է հիմա կոնդում, դա չի կարելի անել։ Կոնդի համար պետք է կազմում ստեղծվի մի հատ խումբ մարդկանց, որոնք շատ խոր ուսումնասիրեն կոնդը, հասկանան կոնդից ինչա պետք պահպանել, հետո պետք է մշակել չի կարելիների ցանկը կոնդում ինչ չի կարելի սարքել եւ դրանք միանշանակ բազմարակ շենքեր չպիտի լինեն դրանք եւ այլն եւ կոնդում չկառուցապատված հատվածները լրացնելով ոչ թե կեղծ ինչպես մեր օրդեված օրինակներն, այլ որոշակի առումով վերաստեղծվի կոնդի այսպես պատմական թաղամասի տրամաբանությունը